Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն փետրվարի 12-ն է, տեսնում եք մեր վերնագիրը, այն մի փոքր քիչ հավանական է թվում, բայց մենք փորձում ենք միշտ նոր հայտարարությունների կամ նոր տենդենսների վրա հիմնված ինչ-որ process-ները վերլուծել եւ հասկանալ։ Ես ինքս էլ շատ անգամ կասկածանքով եմ մոտենում տարբեր հայտարարությունների, տարբեր քաղաքական գործիչների, բայց մենք պարտավոր ենք վերլուծել այնինչ կա եւ այսօր կխոսենք այն մասին, թե ինչ մեծ ազդեցություն ունեցավ J.D. Vance-ի այցը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, այլ նաեւ Ռուսաստանի քաղաքականության վրա հարավային Կովկասում։ Ինչ հետևություններ է այդ այցից անում Ռուսաստանը եւ ինչպիսի նոր հայտարարություններ ենք մենք ստանում Ռուսաստանի Դաշնությունից։ Քանի որ սա խիստ նախնական նոր հայտարարություններ են, ամեն օրվա ռեժիմով փոխվում են այդ հայտարարությունները, բայց նաեւ նորություն ենք մենք տեսնում եւ նկատում այդ հայտարարությունների մեջ, որը որ մեզ հուշում է այն, որ կարծես Ռուսաստանի Դաշնությունը սկսել է գիտակցել ավելի լավ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ հարավային Կովկասում եւ ինչպես պետք է ինքը դիրքավորվի, ինչպիսի քաղաքականություն պետք է վարի կամ ինչպես պետք է փոխի իր քաղաքականությունը, որ գոնե մինիմալ նվազագույն ներկայություն ունենա այնուամենայնիվ հարավային Կովկասում։ Նախքան հաղորդումը սկսել անպայման կրկին հիշեցնեմ լայքերի համար, տեսա մեկնաբանություններ, որտեղ որ դուք սիրելի հայրենակիցներ ասում եք, որ կարևոր է իմ հիշեցումը, դրա համար էլ կրկին անգամ հիշեցրի, ինչպես նաև բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ասեմ այն, որ մեր վերլուծությունները ի տարբերություն շատերի վերլուծությունների, հիմնականում օրվա տեղի ունեցողի վերլուծություններն են, որոնք որ հաջողությամբ կապվում են նաև նախկին մեր վերլուծությունների հետ, նախկինում տեղի ունեցած գործողությունների հետ քաղաքական տենդենսները մենք նկատում ենք, նաև դրանց փոփոխությունն ենք տեսնում։ Եվ այսօրվա մեր հաղորդման մեջ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ փոփոխություն է տեղի ունենում Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Կարող է դա տեղի չունենալ, կարող է լրիվ այլ բաների մենք ականատես լինենք, սակայն այսօր կխոսենք հայտարարություններից, որոնք որ մենք ստացել ենք Ռուսաստանի Դաշնությունից, որոնք որ մեզ որոշակի բաներ են հուշում։ Օրինակի համար Ռուսաստանի դեսպանը Հայաստանի Հանրապետության մեջ Սերգեյ Կոպերկինը հայտարարությամբ է հանդես եկել, ասում է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը լինի սուվերեն եւ հզոր պետություն։ Այսպիսի հայտարարություն դուք երբ եք հիշում Ռուսաստանի դեսպանի կողմից։ Ռուսաստանը կողմնակից է սուվերենության, ինքնիշխանության, ու ուժեղ Հայաստանի մեջ, բայց ահա, փաստ է նման հայտարարություն արել։ Որքանով դա ճիշտ է, որքանով սխալ է, չեմ ցանկանում դա այս պահին քննարկել, կարծում եմ բոլորի համար ամեն շատ պարզ է, իմաստ չունի շատ երկար այս հարցի վրա կանգ առնելու, բայց այսպիսի հայտարարություն ես նախկինում չեմ հիշում։ Հետո ասում է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ընկերությունը գալիս է դարերով, այն ձևավորվել է երկար դարերի ընթացքում եւ համատեղ հաղթանակներ են ունեցել ռուս եւ հայ ժողովուրդները եւ մարդկային սերտ կապեր։ Եթե մենք վերլուծենք Կապերկինի հայտարարությունը, փաստացի ոչ քաղաքական, ավելի մարդկային լեզվով ասած, ինքը փոխում է իր հայտարարությունների ոճը, ուզում է ասել, որ արիք լավ հարաբերություններ ունենանք, մի վարեք այնպիսի քաղաքականություն, որով որ մենք դուրս կմղվենք տարածաշրջանից։ Եթե թարգմանեմ, այսպես է դուրս գալիս փաստացի։ Ու ասում է, որ մենք էլ ենք կողմնակից ինքնիշխանության եւ սուվերենության։ Հետո մենք տեսնում ենք նաեւ Դիմիտրի Պեսկովի մեկնաբանությունները Վենսի այցի վերաբերյալ տարածաշրջանից։ Կոնկրետ հայտարարություններ են մեջ բերում, դրա համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ են իրենք ասում,
Նա ասում է, որ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունի իր սեփական փոխշահավետ հարաբերությունները, որոնք կշարունակեն զարգանալ։ Այս երկրները ինքնիշխան են, ասում է Դիմիտրի Պեսկովը, ինքնիշխան են եւ ազատ են հարաբերություններ կառուցել ցանկացած երկրի հետ, այդ թվում նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Լավ հայտարարություն է, կարևոր հայտարարություն է, բայց դե եթե այդպես է, Եվրոպայի մասով ինչ եք ասում, չեմ հասկանում։ Ճիշտ է, այդտեղ էլ Լավրովը ասում էր ինքնիշխանություն Հայաստանը իրավունք ունի, բայց հաշվի առեք, որ Եվրոպան մեր թշնամին է։ Լավ է, որ այստեղ չեն ասում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր թշնամին է, եւ դա հաշվի առնենք։ Այս հայտարարություններից շատ բան կարելի է հասկանալ, բայց մեկ հայտարարություն եւս կա, նա ասում է, որ Պեսկովը ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգիայի ոլորտում համագործակցությանը, այնտեղ Հայաստանում կան հին խորհրդային օբյեկտներ, որոնք իհարկե խորհրդային եւ ռուսական նախագծեր են, եւ այստեղ Ռուսաստանը անկասկած ունի ավելի մեծ փորձ եւ ավելի մեծ մրցունակություն։ Ռուսաստանի Դաշնությունը վիճակի է ապահովել ավելի լավ որակ, առաջիկա տարիներին ավելի քիչ գումարով։ Այլ ավելի լավ որակի մասով խիստ հասկացում եմ, քանի որ մենք գիտենք, թե ինչ որակի են Ժիգուլիները, Մոսկվիչները, Վոլգաները, Նիվաները եւ այդպես շարունակ։ Նույնն էլ ատոմային էներգիայի մասով։ Այսինքն տեխնոլոգիական առումով Ռուսաստանը ետ է թե Հարավային Կորեայից, թե այլ չասեմ Ճապոնիա կամ Չինաստան, բոլորից միանշանակ հետ է, ում հետ որ Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է բանակցել ատոմային էներգիայի վերաբերյալ, ատոմակայաններ կառուցելու վերաբերյալ։ Բայց այս հայտարարությունների մեջ կրկնեմ կա ոճային տարբերություն։ Հիմա ինչն է ամենակարևորը։ Եվ ամենակարևորը այն է, որ այս հայտարարությունները մենք լսում ենք Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այցից հետո։ Ալեն Սիմոնյանը շատ կարևոր հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում եւ ես հույսով եմ, որ ինքը կարողացավ հասկացնել, հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության տեսակետը։ Հիշում եք նաեւ Կալուզինի հայտարարության մասով ասում է, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը շտապեց եւ իր հայտարարությունները հնարավոր է չի համատեղել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Եվ մենք երբ որ տեսնում ենք արդեն Պեսկովի այս հայտարարությունը, մենք հասկանում ենք, որ ճիշտ է ես եւ Լավրովը իր կանտորայով շտապեց, չնայած որ դեսպաննել այդ կանտորայի մասը ուղիղ կապ ունի արտգործնախարարության հետ, արտգործնախարարության աշխատակից է, բայց երևի արդեն ուղումները մտցվել են, դրա համար այդպիսի հայտարարություններ արել նաեւ դեսպանը։ Միշտ ասել եմ լավին լավ է պետք ասել վատին վատ, այս հայտարարությունները մի փոքր շատ աննշան հույս են առաջացնում, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է փոխել իր մոտեցումը եւ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Փոխել ստիպված, քանի որ հասկանում են, թե որքան խորն է Ամերիկայի Միացյալ Նահանգները մուտք գործել տարածաշրջան, որքան հզոր է մտնում Հայաստանի Հանրապետություն եւ հասկանում են, որ այստեղ հակադրվելը Հայաստանի իշխանությունների հետ նաեւ հակադրվել է նշանակում Թրամփի հետ, իսկ դա միանշանակ իրենց վնաս է հասցնելու ուկրաինական ուղղության վրա։ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ հիմա շատ արագ դուրս է հանում իր մարդկանց տարբեր ընկերությունների Կուբայից, շատ արագ process է եւ տարբեր տեղերից Ռուսաստանի Դաշնությունը ուղղակի դուրս է մղում։ Նույնն է նաեւ Վենեսուելայում, իսկ Հայաստանում բնականաբար եթե իրենք չշարունակեն այդ կոպիտ քաղաքականությունը, որը որ սխալ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, ապա հնարավորություն կա, որ Հայաստանում գոնե ինչ-որ մի փոքր ներկայություն ունենան ռուսները։ Եվ Փաշինյանն էլ հստակ, շատ պարզ բացատրում է, որ ես Սաակաշվիլի չեմ,
Եվ ինձ էլ մի համեմատեք նաև այլ երկրների առաջնորդների հետ, ոչ Սանդուի հետ համեմատեք, ոչ Զելենսկիի հետ համեմատեք։ Ես ինքնիշխան որոշումներ եմ կարող կայացնել։ Ես կարող եմ համագործակցել նաև Ռուսաստանի Դաշնության հետ, եթե Հայաստանի շահը դա է թելադրում, կարող եմ համագործակցել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կարող եմ համագործակցել նաև Եվրամիության հետ։ Ինձ ոչ ոք չի թելադրում, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարեմ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Ես շատ եմ ցանկանում, որ բոլորը խոսեն այս մասին։ Բոլորը խոսեն այս մասին եւ սա ոչ միայն Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը լինի, այլ նաև բազմաթիվ փորձագետների։ Այս խոսույթը, այս մոտեցումը պետք է համատարած լինի հայ հասարակության մոտ, որ մենք սուվերեն երկիր ենք եւ պատրաստ ենք բոլորի հետ քաղաքականություն վարել, հիմնվելով մեր ազգային ու պետական շահերից, եւ քանի որ Արցախի հետ դուք նման կերպ վարվեցիք 2020 թվականին, եւ դրանից հետո շատ վատ վարվեցիք նաև Հայաստանի Հանրապետության հետ, երբ որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակումներ տեղի ունենում։ Մենք տեսանք, թե դուք ինչպես պահեցիք ձեզ Սյունիքում, ինչպես էին ձեր դիրքապահները արագ հարձակումներից առաջ լքում իրենց դիրքերը տեղեկատված լինելով, ինչպես ձեր խաղապահները հեռացան Արցախից կամ չէին խոչընդոտում Լաչինի միջանցքի փակմանը։ Մենք այդ ամենը հիշում ենք եւ գիտենք, տեսնում ենք նաեւ այն հիբրիդային պատերազմը, որը որ մղվում է ընդդեմ Հայաստանի, տեսնում ենք թե ինչպես են ընդդիմադիր տարբեր ուժեր ֆինանսավորվում եւ լարվում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դեմ, այսինքն արտաքին հստակ միջամտություն եւ այդ ամենից ելնելով Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի իշխանությունները վարում են իրենց քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։ Եթե իրոք փոփոխություն գրանցվի Ռուսաստանի Դաշնության քաղաքականության մեջ եւ առաջիկա ընտրությունների ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը նվազեցնի իր հիբրիդային հարձակումները, իր աջակցությունը տարբեր ընդդիմադիր ուժերին, ապա հնարավոր է ավելի մեծ վնաս չկրեն հայ-ռուսական հարաբերությունները։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը հետևություններ չանելով շարունակի այն հին քաղաքականությունը, ապա միանշանակ է, որ Ռուսաստանի ազդեցությունը հարավային Կովկասում գնալով նվազելու է։ Ինչ այլոց Ադրբեջանում ավելի շուտ է նվազում եւ ավելի քիչ է, շատ ավելի համեմատ քիչ է Ռուսաստանի ազդեցությունը, քան Հայաստանում։ Եվ սխալ քաղաքականության պարագայում այն ավելի ու ավելի արագ կդառնա այդ process-ը, որը որ հիմա այս մի քանի տարիների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանում։ Այդ process-ը կանգնեցնելու միակ հնարավորությունը դա քաղաքականության փոփոխությունն է։ Ինչ վերաբերվում է Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններին, ապա դրանք նոր են սկսվում, բայց արդեն շատ խորն են մտել, եւ ես կարծում եմ, որ հատ բացառիկ եւ խորը հարաբերություններ ձևավորվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Հայաստանի հիմնական եւ ամենակարևոր դաշնակիցը Ռուսաստանի Դաշնության փոխարեն դառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես գիտեմ, որ շատերը սպասում են շատ անգամ ավելի շատ խիստ գնահատականներ, բայց կրկնեմ, իմ բոլոր հայտարարությունները եւ վերլուծությունները իշահ Հայաստանի Հանրապետության են եւ հիմնվում են Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի վրա։ Եվ իմ խոսքերի որպես հստակ վկայություն Փաշինյանի երեկվա հայտարարությունն է այն մասին, որ սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցություն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին մատակարարում են ամենաժամանակակից հետախուզական տեխնիկա։ Ես կարծում եմ, որ այսօր հետախուզական է այդ տեխնիկան, վաղը դրանք կլինեն արդեն F-35-եր եւ Ռուսաստանում դա շատ լավ հասկանում են ու արդեն կարծես թե ընդունում են, ինչը բնականաբար շատ լավ է մեզ համար։ Հույսով եմ ես չեմ սխալվում, ճիշտ է շատ մեծ չէ իմ վստահությունը,
որ Ռուսաստանի Դաշնությունը հենց այդպես էլ կվարվի։ Հիմա մի քանի բառով թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Իրանի շուրջ էլ տեղի ունեցողը հստակ վկայությունն է նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ են մոտ գործում տարածաշրջան։ Թրամփը ասում է, որ մենք ահռելի մեծ ուժ ենք կուտակել Մերձավոր Արևելքում, էլի կուտակում ենք, բայց հույս ունեմ, որ դա օգտագործելու կարիք չի լինի, քանի որ ըստ իրեն Իրանը ուզում է պայմանավորվել։ Նա հանդիպել է նաև Նետանյահուի հետ եւ հասկացրել է հստակ Նետանյահուին, որ սպասում է բանակցությունների լավավարտին։ Հավանաբար Նետանյահուն ուզում էր համոզել Թրամփին, որ արի շատ արագ հարված հասցնենք Իրանին եւ այնտեղ փորձենք ռեժիմի փոփոխություն իրականացնել, բայց Թրամփը կարծես թե շատ չի շտապում։ Երկարել չի կարող սпасել, դա էլ կա։ Այսինքն գալող շաբաթը կարծում եմ շատ կարևոր եւ ճակատագրական կլինի նաեւ Իրանի համար։ Հիմա թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, արդեն շատ շատերը գլուխ չեն հանում, բազմաթիվ փորձագետներ, եւ ամենայն հավանականությամբ իրականությունը այնպիսին է, ինչպիսին ես հիմա ներկայացնում եմ, այսինքն Թրամփը չի ուզում հերթական պատերազմը, եթե Իրանի իշխանությունները պատրաստ են բանակցություններով գնալ զիջումների, ապա ամենայն հավանականությամբ պատերազմ տեղի չի ունենա։ Այսինքն անկեղծ է Թրամփը այդ հարցում։ Եթե չէ, ապա պատերազմը միանշանակ տեղի ունենալու է եւ հաջորդ շաբաթ արդեն այդ հարցը կորոշվի։ J.D. Vance-ն էլ հեռացավ տարածաշրջանից, այնպես որ շատ ժամանակ չի մնում Իրանին որոշումներ կայացնելու համար։ Հիմնականում այսքան Ուկրաինայից կարող ենք խոսել, երկու խոսքով կարող եմ ասել, որ Զապորոժիայի հատվածում հատկապես Ուկրաինան հաջողություններ ունի, մի քանի գյուղ, մի քանի օրվա ընթացքում կարողացել են ուկրաինացիները հետ բերել, ռուսները խոսում են լայնածավալ հարձակման գրոհի մասին ուկրաինացիների, բայց դա ասում են ուկրաինացիները, որ fake է եւ այլ նպատակներ է հետապնդում, այսինքն իրականում շատ մեծ գրոհ չկա Ուկրաինայի կողմից, բայց կան տեղեկություններ, որ որոշ գյուղեր Ուկրաինան կարողացել է այնուամենայնիվ ազատագրել, կան տեղեկություններ, որ Զելենսկիի վրա մեծ ճնշում է գործադրվում, որպեսզի իրենց պատվիրակությունը մեկնի Ռուսաստանի Դաշնություն կամ Բելարուս, բայց Զելենսկին ասում է, որ Մոսկվան կամ Բելարուսը բանակցությունների տեղ չեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը ինքն է հարձակվել Ուկրաինայի վրա եւ հաջորդ բանակցությունները ամենայն հավանականությամբ տեղի կարող ունենան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմնականում այսքանը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։